Հարգելի Հոբելյար Լիլիթ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, օրենսդիր գործադիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ, հարգելի դեսպաններ, հարգելի փորձագետներ, ուրախ եմ այսօրվա մեր հանդիպման համար եւ ողջունում եմ բոլորիդ եւ իհարկե չեմ կարող ողջունելով Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ներկայացուցիչին չեմ կարող եւ նրա խոսքից հետո երբ նա խոսեց Կոնրադ Ադենաուերի եւ նրա վարած քաղաքականության եւ նրա որդեգրած ռազմավարության մասին, որով ինչպես կարելի էր եւ ակնհայտ է, որ գերմանացիները պարտանում են եւ այդ ռազմավարությունը համարում են իրենց պետական եւ ազգային ինքնության կարևոր մաս, մի նրբություն կա, որը շատ էական եմ համարում։ Ժամանակին Ադենաուերի որդեգրած ռազմավարությունը անվանում էին նաև խայտառակության ռազմավարություն, որովհետև ասում էին, որ այնինչ որ նա անում է կամ փորձում է անել եւ հույս ունեին, որ չի կարողանա անել, դա խայտառակության ռազմավարություն է եւ այս արձանագրումը շատ գեղեցիկ ձևով կա նաև Հենրի Քիսինջերի դիվանագիտություն գրքում, երբ որ նա խոսում է առաջնորդության առանձնահատկությունների, նրբությունների մասին մի քանի լիդերների օրինակով եւ նրանցից մեկը Կոնրադ Ադենաուերն է։ Իհարկե այդ ռազմավարությունը ինչի է հանգեցրել, արդեն հիմնադրամի ներկայացուցիչը ասաց եւ նույնիսկ եթե չասի, մենք կարծում եմ շատերս ենք տեղյակ դրա մասին, ովքեր լսել են, գիտեն, եղել են Գերմանիայում, կարդացել են Գերմանիայի եւ նրա անցած ճանապարհի մասին։ Իսկ անդրադառնալով այսօրվա մեր հանդիպմանը ուրախ եմ արձանագրել, որ խաղաղության խաչմերուկ նախագիծը մտել է իրագործման փուլ։ Եվ իհարկե ես հասկանում եմ նաև, որ այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծը, եւ ես այդ նախագիծը իհարկե կներկայացնեմ, իմ հիմնական կենտրոնացումը կլինի նախագծի եւ նրա իրականացման ընթացքի եւ առանձնահատկությունների վրա, բայց ավելի լայն համատեքստը նույնպես կարեւոր է, որովհետեւ խաղաղության խաչմերուկ նախագծի իրագործման առումով չափազանց կարեւոր է այն, որ մենք ըստ էության արդեն մի փուլ ենք մտել, որտեղ հյուսիս-հարավ նախագիծը ստանում է միսուարիոն։ Գիտեք, որ այս տարի արդեն մենք կբացենք Գյումրիից, այստեղ նույնիսկ Գյումրիից Երևան հատվածը հյուսիս-հարավ ճանապարհի, որը հիմա գործնականում արդեն պատրաստ է, ուղղակի կահավորման աշխատանքներ պետք է արվեն, եւ նաեւ Ագարակ Քաջարան հատվածն է կառուցվում շատ մեծ տեմպերով, ներկայումս շատ ակտիվ քննարկումներ են ընթանում Սիսիան Քաջարան հատվածի կառուցման ուղղությամբ եւ նաեւ առանձնահատուկ կարեւորություն ունի Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը, որի վերաբերյալ մենք արդեն մտնում ենք եզրափակիչ փուլ։ Այս համատեքստում չափազանց կարեւոր եմ համարում, որ ի վերջո տեղի ունեցել մեկ այլ պատմական իրադարձություն Հայաստանի անկախությունից ի վեր ըստ էության առաջին անգամ Ադրբեջանի երկաթուղով բեռներ են մտել Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանից եւ Ղազախստանից, իհարկե առայժմ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երթուղով, ինչպես կարող եք տեսնել, խորհրդային ժամանակներում մենք Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ունեցել ենք Տավուշի մարզով եւ Սյունիքի մարզով, եւ նաեւ ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ
Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից ներողություն Մարգարայով, Կորնիձորով Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ, ինչու ենք մենք հիմա այս առաջարկում, որովհետեւ այսօր այս ենթակառուցվածքը պատրաստ է։ Մնացած իհարկե բոլոր հատվածներում, որի մասին ես կխոսեմ, նույնպես մեր քաղաքական պատրաստակամությունը առկա է, բայց այդտեղ պարզապես դեռ ներդրումներ ունենք անելու։ Հիմա Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման կամ կարճ Trip Route նախագիծը իրականացնելու որ փուլում ենք մենք գտնվում եւ առաջիկայում ինչ է մեզ սպասվում այս ուղղությամբ։ Իհարկե գիտեք, որ նախագիծը մեկնարկել է, ստեղծվել է օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի արդյունքում եւ առաջին գործողությունը, որը մենք կանենք եւ մենք հիմա աշխատում ենք դրա վրա, որը նաեւ ցույց է տալիս, պիտի ցույց տա, թե ինչպես է իրականացվելու նախագիծը, այսպես ասած կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է։ Ուզում եմ հիշեցնել, որ ըստ էության այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է։ Հաջորդիվ ինչ է տեղի ունենալու։ Հաջորդիվ տեղի է ունենալու Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումը, որը հենց կլինի Trip ընկերություն կամ Trip Route ընկերություն անվան վերջնականացումը նաև ընթացքի մեջ է, որը կլինի արդեն ինչպես ասացի Հայաստան Միացյալ Նահանգներ համատեղ հիմնադրված ընկերություն եւ կլինի տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը։ Տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն Հայաստանի եւ Միացյալ Նահանգները եւ իհարկե տնօրենների խորհրդում բաշխվածությունը կախված կլինի նաեւ մասնաբաժիններից, որի շուրջ նույնպես ներկայումս քննարկումներ են տեղի ունենում, բայց կարևոր է արձանագրել, որ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանի ներկայացուցիչները Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք։ Սա շատ կարևոր ըմբռնում է եւ շատ կարևոր արձանագրում է։ Հաջորդ նրբությունը, որի մասին կուզենայի խոսել, հետեւյալն է, որ նախագիծը ունենալու է մի քանի երկաթուղի, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, որի մեջ կարող են լինել գազամուղ, նավթամուղ, մալուխներ, իհարկե նաև տրանսպորտային այլ հաղորդակցություններ, ճանապարհների մասին կլինի խոսքը։ Այստեղ ամենակարևոր արձանագրումը եւ շփոթունքը թերևս այն է, որ շատերը պատկերացնում են Trip Route նախագիծը որպես մի շերտ, մի տարածքում տեղի ունեցող կամ իրականացվող նախագիծ։ Իրականում իհարկե դա սկզբունքորեն նման բան բացառող հանգամանք էլ չկա, բայց գործնականում դա հնարավոր չի լինի իրականացնել։ Օրինակ երկաթուղու պարագայում, երբ որ մենք խոսում ենք երթուղիների մասին, երկաթուղու պարագայում վստահաբար կարելի է ասել, թե որտեղով է անցնելու երկաթուղին, դա մեր հարավային երկաթուղին է, որը խորհրդային միության ժամանակ գոյություն է ունեցել պայմանական Նռնաձոր, Կարճևան հատվածներում
այսինքն մեզ հայտնի, որը խաղաղության խաչմերուկ նախագծում նշված է, ակնհայտորեն երկաթուղին լինելու է այդտեղ, կառուցվելու է, վերականգնվելու է այդտեղ, ինչու ակնհայտորեն, որովհետև նախ այլտեղ գործնականում հնարավոր չէ երկաթուղի ունենալ կամ եթե նույնիսկ պատկերացնենք, որ գործնականում հնարավորն է, տասնյակ անգամներով ավելի թանկ կլինի այդ երկաթուղին։ Բայց կա նաև ուրիշ հանգամանք, որ նրանք ովքեր տեղում եղել են, գիտեն, որ ռելիեֆային առումով տարածքը նույնիսկ երկաթուղու համար բավականին սահմանափակ է։ Եվ հնարավոր չի բոլոր ենթակառուցվածքները եւ նախագծերը իրականացնել այստեղում եւ հետեւաբար դա իհարկե տեխնիկա, տնտեսական հետազոտության խնդիր է, օրինակ գազամուղերը, նավթամուղերը, էլեկտրահաղորդման գծերը կարող են իրականացվել այլ երթուղիներով, որոնք հենց տեխնիկա-տնտեսական եւ ինժեներական առումով առավել արդյունավետ եւ նպաստավոր կգտնվեն։ Այլ տեղեր ասելով նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ տարածքով։ Սա մի կարևոր նրբություն է, որի մասին ուզում էի անպայման ընդգծել։ Հիմա հաջորդ հարցը կախված, որովհետև դա էլ է քննարկվում ու հիմնականում ներհայաստանյան դաշտում կապված տարածքների, որովհետև երկաթուղին պետք է լինի գետնի վրա, խողովակը պետք է լինի գետնի վրա, ամեն ինչ պետք է լինի գետնի վրա։ Շատ կարևոր մի հարց է։ Հարց կա, թե ինչպիսի է լինելու հողի այդ շերտի կամ շերտերի կարգավիճակը։ Եվ որպեսզի մի քիչ ավելի ինտերակտիվ լինի այս հարցադրումը, ես վերաձևակերպեմ այն ինչ փորձ է արվում ներկայացնել կամ հարցադրել ընդդիմադիր քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում։ Արդյոք Հայաստանի Հանրապետության որևէ ինստիտուտ, որևէ սահմանափակում ունենալու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված գործառույթային որևէ սահմանափակում ունենալու է այդ տարածքների վերաբերյալ հստակ աներկբա միանշանակ եւ տարընթերցման տեղի չտվող պատասխան եմ ուզում տալ։ Ոչ։ Սահմանափակումներ կարող են լինել այնպիսին, ինչպիսին օրինակ Հայաստանի Երևանում օրինակ կան գործարաններ, ճիշտ է, կան ձեռնարկություններ։ Երևանում կա Զվարթնոց օդանավակայան։ Ինչ որ սահմանափակումներ, ինչ որ կարող են լինել, ասենք մոտակա ամենամեծ հիմա այս պայն ամենամոտակա գործարանը որն է, կամ ինչ որ ներդրումային ծրագիր, ինչ սահմանափակումներ կարող են լինել այնտեղ, նույնն էլ կարող են լինել TRIP route նախագծի կոնկրետ ծրագրերում, որովհետև ես էլ է կարևոր, մենք պետք է նաև չվախեցնենք մեր պոտենցիալ ներդրողներին, որովհետև ցանկացած ներդրող ինքը նաև իր գործունեության արեալը ունի եւ կարեւոր է, որ իր գործունեության արեալում ինքը իր կանոնադրական խնդիրներ լուծելու ճանապարհին չունենա սահմանափակումներ, բացի այն, ինչ որ նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Հաջորդ կարևոր նրբությունը, որի վրա ուզում եմ հրավիրել մեր ուշադրությունը եւ որը նույնպես ցավոք շահարկումների տեղիք է տալիս։ Խոսքը վերաբերվում է, ես եթե ճիշտ հասկացա, այդ թվում 3 խորհրդարանական քննարկումներից հատվածական սահմանազատում կոչվող թեմային։ Սա ուղիղ կապ ունի նախագծի հետ, որովհետև եկեք պատկերացնենք, որ այստեղով պետք է անցնի գազամուղ։ Այս հատվածում սահմանազատված չեն մեր սահմանները։ Եվ մեր սահմանազատման հանձնաժողովները մինչև օգոստոսի 8-ը ընդունել են պայմանավորվածություն են ձեռք բերել, ընդունել են որոշում, որ մեր սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա հյուսիսից հարավ։
եւ բայց մյուս կողմից առաջացել է նաեւ ենթակառուցվածքներ կառուցելու անհրաժեշտություն։ Հիմա ենթադրենք կամ ինչու ենթադրենք երկաթուղին, որը պետքա կառուցի, որը պետքա լինի երկաթուղու կառուցման նուղված առաջին գործողությունը։ Պետքա սահմանազատվի այն լայնությամբ, որը անհրաժեշտ է, որ երկաթուղին անցնի, կամ խողովակը, կամ մալուխը, կամ էլեկտրահաղորդման գիծը։ Եվ որպեսզի սա նաև այդ ենթակառուցվածքների աշխատանքի բնականon ընթացքը ապահովելու համար անհրաժեշտություն է։ Եվ եթե ենթակառուցվածքի համար անհրաժեշտ է ենթադրենք 5 կիլոմետրանոց հողաշերտ կամ մի անհրաժեշտ տեխնիկական այդ թվում լայնությամբ պետքա նախ իրականացվի սահմանազատում, որից հետո շինարարություն, որպեսզի տարընթերցում չլինի։ Այս շինարարը ինքն էլ համոզված լինի, ինքը որ երկրի տարածքում է գործում, որովհետև Հայաստանի կոնկրետ Հայաստանի կողմից կամ թրիպ ընկերության կողմից լիազորված շինարարները պետք է համոզվեն, որ իրենք Հայաստանի տարածքում են աշխատում, որպես նրանք համոզվեն, որ Հայաստանի տարածքում են աշխատում, պետք է սահմանը սահմանազատված լինի, վերահաստատված լինի։ Իհարկե կան խորհրդային ժամանակների սահմանագծերը, բայց սահմանազատման գործընթացով, որը իմիջայլոց ուժի մեջ է մտել 2024 թվականին վավերացված երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգով, այսինքն ընթացակարգով պետք է վերահաստատված լինի։ Այսինքն սա ենթակառուցվածքների կառուցման համար շատ կարևոր առաջին եւ նախնական քայլն է։ Հիմա ինչպես է հաջորդիվ իրականացվելու ծրագիրը։ Ինչպես է Trip Root ընկերությունը աշխատելու հողի վրա, ինչպես է ստանալու կամ ինչ է ստանալու այդ հողի հետ հարաբերվելու։ Այնինչ մինչև հիմա նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է մի ինստիտուտ, որը կոչվում է կառուցապատման իրավունք։ Կառուցապատման իրավունք, որը մինչև հիմա Հայաստանում տասնյակ անգամներով կիրառվել է, այսինքն ընդ որում տարբեր երկրներում տարբեր կերպ է կոչվում այս ինստիտուտը։ Երկրներ կան, որ իրանք լիզ են անվանում, այսինքն որ թարգմանաբար նշանակում է վարձակալություն։ Մեր երկրում այդ ինստիտուտը կոչվել է, այսինքն նախկինում այս ընթացքում կոչվել է կառուցապատման իրավունք։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ որոշակի իրավական ընթացակարգերով որոշակի ընկերություն ստանում է տարածք, այդ տարածքում կառուցապատում իրականացնելու նպատակով շահույթ ստանալու համար։ Եվ առանձնահատկությունը այն է նաև այս ինստիտուտի, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո այդ հողի վրա գտնվող գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Շատ կարևոր նրբություն է։ Բայց հողը միշտ է Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Այսինքն ինչ որ մենք կառուցապատման իրավունքով տալիս ենք, այդ հողը եղել է, կա եւ միշտ ընթացքում դրանից առաջ, դրանից հետո շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ ինչպես արդեն ասացի, պետական որևէ մարմնի, որևէ գործունեության համար այդտեղ որևէ սահմանափակում չի իրականացվում Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Հիմա երկու տարբերակ կա, կառուցապատման իրավունքը նախատեսվում է ժամկետով։ Հիմա հաջորդ խնդիրը ժամկետի հարցն է, եւ հիմա քննարկվում է երկու սցենար, 99 տարվա սցենարը եւ 49 տարվա սցենարը։ Ինչի հետ է կապված ժամկետը կամ ժամկետների կարգավերումը ինչի հետ կարող է կապված լինել, որովհետեւ ինչպես կռահեցիք, այդտեղ ներդրումներ են արվելու եւ ներդրողը
պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով։ Եթե մենք օրինակ ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը ետ ստանալ։ Սա շատ կարևոր նրբություն է եւ հիմա այդ քննարկումներն են, ընդ որում այդ քննարկումներին մեր վերաբերմունքը այսպես ասած տեխնիկա տնտեսական է կամ ֆինանսատնտեսական է։ Այսինքն ստեղ մենք քաղաքական կոմպոնենտ չենք տեսնում մի պարզ պատճառով, չկա այդտեղ քաղաքական կոմպոնենտ, այնտեղ կա ֆինանսական կոմպոնենտ, ով ինչքան է ներդնելու եւ որն է հաշվարկը, թե ինչքան ժամանակում այդ ներդրումները կարող են հետ ստացվել որոշակի շահույթով։ Ես էլ ասեմ, որովհետեւ մեր իրականության մեջ երբեմն պարզվում է, որ նման նրբություններին անդրադառնալու անհրաժեշտություն կա, մարդիկ սովորաբար ներդրում անում են այդ գումարը եւ գումարած որոշակի տրամաբանական տոկոսով շահույթ հետ ստանալու համար։ Աշխարհում ներդրման ուրիշ մեխանիզմ գոյություն չունի պարզապես։ Հիմա ուրիշ հարց։ Trip Root կամ Trip ընկերությունը ինքը Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ձևավորված համատեղ ձեռնարկություն է, բայց ինքը այսպես ասած լայն պրոֆիլի քաղաքական պայմանավորվածությունը իրականացնելու պրոֆիլի ձեռնարկություն է։ Ինքը պրոֆեսիոնալ չէ երկաթուղու, էներգետիկայի, նավթի, ինտերնետի եւ այլ ոլորտներում։ Եվ հավանականություն է առաջանալու անհրաժեշտություն գուցե դեպքերի մի մասում, գուցե բոլոր դեպքերում, գուցե դեպքերի մի մասում հրավիրել պրոֆեսիոնալ ներդրողների, ովքեր տիրապետում են այդ գործին, ինչպես փող դնել տվյալ ոլորտում եւ ինչպես փողը շահույթ ստանալ։ Եվ այստեղ մենք նաեւ այստեղ է, որ մենք ասում ենք, որ ներդրումային նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում այլ ընկերությունների համար եւ իհարկե մենք ամեն դեպքով պետք է քննարկենք Trip ընկերության շրջանակներում, Trip Root-ի շրջանակներում, թե որտեղ ինչ մոդել են կընտրում, որովհետեւ պետք է գնահատվի կարողությունները, պետք է գնահատվի ֆինանսական հնարավորությունները եւ պետք է ամեն դեպքով կայացվի որոշում։ Բայց ելի ուզում եմ ընդգծել եւ իմիջիայլով սա Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագրի մեջ ընդգծված է, որ Հայաստան եւ Միացյալ Նահանգները կքննարկեն երրորդ կողմերի ներգրավվածության շրջանակը։ Սա սրա մասին է, թե մենք պետք է քննարկենք, թե ինչ երրորդ ընկերություններ կարող են մասնակցել, ինչ հիմունքներով, եւ այստեղ ուզում եմ ընդգծել, որ այստեղ որևէ ներդրողի ներգրավման համար պետք է համաձայնություն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Սա ասում եմ նաեւ դրա համար, որովհետեւ մեր իրականության մեջ նաեւ քննարկում են սցենարներ, որոնք ներկայացնողների կարծիքով ռիսկեր են պարունակում Հայաստանի Հանրապետության համար։ Բոլոր ռիսկերը կառավարելու բոլոր գործիքները ունեն։ Ուզում եմ ընդգծել նաեւ հետեւյալ ընդգծումը անել, որ Trip Root նախագիծը Հայաստան Միացյալ Նահանգներ երկկողմ նախագիծ է, բայց արդյոք այս թեմայի հետ կապ ունի Ադրբեջանը։ Այո, այս թեմայի հետ կապ ունի Ադրբեջանը, որովհետև ինչպես տեսնում եք, եւ երկաթուղին, եւ գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր, մենք ըստ էության, եթե խոսում ենք արևելք, արևմուտք երթուղու մասին, այսինքն մենք կարող ենք երկաթուղի կառուցել, բայց եթե այդ երկաթուղին չմիանա Ադրբեջանի երկաթուղուն, չի աշխատի այդ երկաթուղին։
ինքը նախկինում եղել այդ երկաթուղին եւ քաղաքական իրադրության բերումով ընթացքում զրոյացել է եւ հետո գիտեք ինչա տեղի ունեցել։ Այսինքն նախագիծը ինքը երկում Հայաստան Միացյալ Նահանգները, բայց ընդհանուր ըմբռնումը սա պետք է մեզ որպեսզի մենք ինտեգրենք մեր նախագծերը Ադրբեջանի նախագծի հետ։ Իհարկե համատեքստում պարզ է, որ Ադրբեջանի հետաքրքրությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվան ինքնավար հանրապետության միջև կապի մասին է, որ էլի հռչակագրում ընդգծված է, մեր հետաքրքրությունը նաեւ Հայաստան կապի մասին է Ադրբեջանի տարածքով, ընդ որում կարող է այդտեղ Ադրբեջանի տարածքով հետագայում բիզնեսը ինքը գուցե որոշ սցենարների նկատմամբ հետաքրքրություն առաջացնի, մենք Հայաստան, Ադրբեջան ասելով նկատի ենք ունենում այս քաղաքական աչքով այս երթուղիներն են կարդում, բայց այս էլ Ադրբեջան, այս էլ Հայաստան եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա շատ կարեւոր մի առանձնահատկություն կա երկաթուղու արևելքից արևմուտք իրենց շահունակության մասին, որովհետև մեր ընկալումը այն է եւ մեր ցանկությունն այն է, որ Ադրբեջանից մտնելով Մեղրից Նախճեվան, հետո շահունակությունը երազ, շատ կարեւոր է նաեւ այս երկաթուղին մինչև Թուրքիայի սահման ախուրիկ շահագործելու համար, այստեղ մենք ունենք կտոր, որը վերականգնման ենթակա է նույնպես շատ կարճ կտոր եւ մենք արդեն իսկ սկսել ենք զբաղվել դրանով։ Իհարկե գաղտնիք չկա, որ Թուրքիայում սկսվել է Ղարս Դիլիջու, այսինքն Ղարսից դեպի Նախճեվան տանող երկաթուղու կառուցումը, բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ մենք դիրքորոշումը, որը մենք կիսում ենք մեր գործընկերների հետ, հետեւյալն է, որ այս դարակազմիկ շրջադարձը Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովը հնարավորություն է, որպեսզի այստեղ մի քանի միլիարդ դոլար չծախսվի այն պարագայում, երբ շատ ավելի փոքր ներդրումներով այդ նույն երթուղին ըստ էության հնարավոր է լինելու ապահովել ախուրիկ երասխ երթուղով եւ իհարկե մենք աշխատում ենք այս ուղղությամբ նման ըմբռնում եւ համաձայնություն ձևավորելու համար։ Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ Վաշինգտոնի հռչակագրով նախատեսված է երկու երկրների Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հաղորդակցությունների բացումը ներքին, այսինքն Հայաստանից Հայաստան-Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան-Հայաստանի տարածքով, երկով, այսինքն Հայաստանից Ադրբեջան, Ադրբեջանից Հայաստան եւ միջազգային փոխադրումների համար, այսինքն Հայաստանից Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ եւ Ադրբեջանից Հայաստանի տարածքով երրորդ երկրներ, որը շատ էական նրբություն է։ Հիմա այն հարցի վերաբերյալ, որը վերջերս շատ քննարկումների առարկա դարձավ, ասվում է, որ այս նախագծերը պետք է իրականացվեն Ադրբեջանի համար ընդունելի պայմաններով։ Ու պարզա, որ մենք էլ ասում ենք, որ պետք է իրականացվի Հայաստանի համար ընդունելի պայմաններով։ Բայց այս խնդիրը լուծված է, որտեղ հենց Վաշինգտոնի գագաթաժողովի ամբողջ նպատակը եւ իմաստը այն էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը նախագահ Թրամփի ներկայությամբ, ով իր ստորագրությամբ ամրագրեց այդ պայմանավորվածությունը որպես վկա, արձանագրեն, թե որոնք են իրենց համար ընդունելի պայմանները։ Եվ դա արձանագրված է Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ կետում։ Այնտեղ գրվածի տակ կա եւ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ստորագրությունը, այսինքն եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար այդ պայմանները ընդունելի են։ Այդ պայմաններն են երկրների ինչ որ ասցի, ինչ սկզբունքներով պետքա գործեն։
պետք է գործեն երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության եւ փոխադարձության հիման վրա։ Իհարկե Վաշինգտոնի հռչակագրի արդեն 5-րդ կետում խոսվում է նաև սահմանների անխախտելիության մասին Ալմատիի հռչակագրի հիման վրա։ Հարգելի ներկաներ, ես նախ ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել այս շրջադարձային փոփոխությունների համատեքստում նախագահ Թրամփի առանձնահատուկ դերը, որովհետև իհարկե նախորդող շրջանում բավական դրական ընթացք ուներ, չնայած նաև տեսանելի բարդություններով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ նախագահ Թրամփի անձնական ներգրավվածություններ այն վճռական գործոնը, որը հնարավորություն տվեց, որպեսզի մենք կարողանանք այս համաձայնությանը հասնել եւ նաև պիտի ասեմ, որ ասել եմ 3 խորհրդանում կամ նախորդ օրը, որ մեր ժամանակացույցը հետեւյալն է. մինչև տարվա վերջ ամփոփել իրավական կամ կանոնադրական խնդիրները արդեն ձևակերպված տեքստով 2026 թվականի առաջին կեսին ընդունել դրանից բխող բոլոր որոշումները համատեղ ձեռնարկության հիմնադրման կառուցապատման իրավունքի կառավարության եւ մյուս ինստիտուտների համար ենթադրվող որոշումները եւ 2026 թվականի երկրորդ կեսին արդեն սկսել բուն շինարարական աշխատանքները որտեղից սկսել որը շուտ կստացվի։ Ես ուզում եմ չթաքցնել նաև, որ Կոպենհագենում Ադրբեջանի նախագահի հետ մենք քննարկում էինք նաև այս հարցը եւ կարծես թե եկանք ըմբռնման, որ գուցե թե ամենաարագ իրականացվողը էլեկտրահաղորդման գծերի եւ գազամուղի կառուցումն է, բայց դա նախնական քննարկում էր եւ հետագա քննարկումների ընթացքում դա ավելի կկոնկրետացվի եւ հասկանալի կդառնա։ Ընդհանուր առմամբ պիտի իմ ընկալումը ասեմ, ես որևէ կասկած չունեմ, ոչ մի բան չի խանգարում նախագծի իրականացմանը։ Ոչ մի բան չի խանգարում, որովհետեւ բոլոր այն խնդրահարույց հարցերը հասցեագրված են Վաշինգտոնի հռչակագրում եւ մեզ մնում է ընդամենը իրագործել համաձայնությունը, իսկ համաձայնությունը չիրագործելու մոտիվացիա որևէ մեկը չունի։ Հիմա ինչ ազդեցություն կարող է սա ունենալ մեր տարածաշրջանի վրա, ինքը նախ պետք է ասել, որ եւ պատճառ է եւ վերջնարդյունք է։ Վերջնարդյունք է, կարևոր վերջնարդյունք է խաղաղության գործընթացի, բայց նաեւ կարևոր պատճառ է եւ կարևոր հիմնավորում է երկարատև խաղաղության։ Որտեւ երբ որ ասում ենք երկարատև խաղաղություն, դա հասկանալի է որպես քաղաքական արձանագրում, բայց երբ որ մենք ուզում ենք դիտարկել երկարատև խաղաղության գործիքները, մեխանիզմները, երաշխիքները, որտեվ երաշխիքների մասին շատ է խոսվում։ Այն ինչ որ նկարագրեցի, այդ ամեն ինչը դրանից ավելի ուժեղ երաշխիք չի կարող լինել, որովհետև դա նշանակում է, որ չի լինելու մեր տարածաշրջանում ուժ, որը հետաքրքրված կլինի տարածաշրջանի ապակայունացման, որովհետև մի նախագիծ է, որը ձեռնտու է բոլորին, որը օգուտներ է բերում բոլորին։ Շատ մեծ նույնիսկ խաղաղության խաչմերուկ նախագծի ներկայացման ժամանակներում շատ մեծ քննարկում եւ կոնկրետեսություն կար, թե ինչպիսին կլինի այս նախագծի վերաբերյալ մասնավորապես Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության
արձագանքը եւ դիրքավորումը։ Եվ ես հենց օգոստոսի 8-ից հետո կարծիք հայտնեցի, որ օրինակ Ռուսաստանի Դաշնությունը այս նախագծի իրականացմամբ ամենահետաքրքրված կողմերից մեկն է եւ իմ այս գնահատականը ընդունվեց հոռետեսությամբ, բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը Վաշինգտոնի համաձայնությունների արդյունքում ապաշրջափակված Հայաստանի համար ադրբեջանական երկաթուղու առաջին շահառուն դարձավ Ռուսաստանի Դաշնությունը։ Հաջորդը Իրանի Իսլամական Հանրապետությունը այս քարտեզը ակնհայտ է դարձնում ամեն ինչ, որ այս նախագիծը իհարկե այս նախագիծը նոր հնարավորություններ է բացում Պարսից ծոց, Սև ծով եւ Օմանի ծոց, Սև ծով տարանցման պոտենցիալի մեծացման առումով։ Եվ հասկանալի է, որ նախագիծը նույն չափ ձեռնտու է Վրաստանին եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Նախագիծը ակնհայտորեն ձեռնտու է Հայաստանին, Ադրբեջանին, նախագիծը ակնհայտորեն ձեռնտու է Թուրքիային, նախագիծը ակնհայտորեն ձեռնտու է Միացյալ Նահանգներին, նախագիծը ակնհայտորեն ձեռնտու է Կենտրոնական Ասիայի երկրներին, նախագիծը ակնհայտորեն ձեռնտու է Չինաստանին եւ սա ես հասկանում եմ, որ տարօրինակ է հնչում, բայց այդպես ստացվել է, որովհետեւ երբ որ քաղաքական խոսույթի տեսակետից ենք նայում, այդպիսի շեշտադրումներ, թե ինչքանով ձեռնտու կլինի ուրիշներին, հնչում են, բայց երբ որ նայում ենք գետնի վրա գործնականում, մենք տեսնում ենք, որ ըստ էության գործ ունենք կոնսենսուսային նախագծի հետ կամ նախագծի, որը անխուսափելիորեն դառնալու է կոնսենսուսային։ Եւ այսօր էլ կոնսենսուսային է, որովհետեւ ես ի հեճուկս, ի տարբերություն օգոստոսի 8-ի հաջորդած առաջին շրջանին, ես հիմա որևէ եթե պատշաճ տեղեկացված եմ, որևէ քննադատական ուղերձ չեմ լսում ոչ մի կողմից, իհարկե եթե հաշվի չառնենք Հայաստանի ներսում արկա որոշ քննադատություններ, որը ունի բացառապես ներքաղաքական իմաստ եւ կոնտեքստ եւ միջազգային տրամաբանության մեջ նման խնդիր ընդհանրապես չկա եւ գոյություն չունի։ Իհարկե ինչ խոսք նման քննարկումները մեզ համար շատ կարեւոր են, որպեսզի մենք ներկայացնենք նախագիծը իր բոլոր մանրամասներով։ Ես առիթ չէի ունեցել մի շարք նրբությունների մասին խոսել եւ ուրախ եմ, որ այսօր այդ առիթը ընձեռվեց, բայց պետք է այդ էլ հաշվի առնենք, որ թեման ծավալուն է։ Ես չեմ հավակնում, որ այսօր բոլոր հնարավոր հարցերին պատասխանեցի։ Հիմա իմ այս ելույթից հետո, ներկայացումից հետո հնչելու են նոր հարցեր, ձևակերպվելու են նոր սարսափներ, հնչեցվելու են նկարագրվելու են նոր ապոկալիպսիսներ։ Խնդրում եմ հաշվի առեք, որ ես իհարկե հասկանում եմ կարևորությունը, բայց ամեն ինչին չէ, որ կարող եմ 5 րոպե հետո արձագանքել, եւ այն, որ ես 5 րոպե չեմ արձագանքել եւ չեմ հիմնավորել, որ ապոկալիպսիսը մտածածին է, դա չի նշանակում իմ լուր համաձայնությունը ապոկալիպսիսի տեսության հետ։ Ի վերջո, առաջիկայում ոնց էլ լինի, առիթ կընձեռվի, մենք հիմա աշխատում ենք մաքսիմալ թափանցիկ կերպով։ Ես չեմ հիշում, որ նույնիսկ ես նախկինում ավելի մեծ հաճախությամբ շփվում լրագրողների հետ, նույնիսկ 2018-ի եւ 2019-ի համեմատ, այնպես որ հանրության հետ բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները, բայց ես կարող եմ մի բան ասել այս գլխից։ Ցանկացած սարսափի եւ ապոկալիպսիսի տեսություն ես կանխավարկածով հերքում եմ, որովհետեւ բանավոր պայմանավորվածությունը մի բան է, որ կես ժամ հետո կարող է որևէ մեկը ասել, որ բանավոր ես այդ չեմ ասել, այն եմ ասել։ Ես ասում եմ, հիմա ուրիշ առանձնահատկություն կա, նույնիսկ տեսախցիկների առաջ ուղիղ եթերում տեղ ունեցած երկու անձի խոսակցության վերաբերյալ 2 ժամ հետո կարող է լինել այդ երկու խոսացած անձի տարընթերցումը։ Ուրեմն ասի, չէ, ես այդ նկատի չունեի, մյուս ասի, չէ, այդ նկատի, ես էլ այդ նկատի չունեի։
Հասկանաք, այդ ընդհանրապես ապա ինստիտուցիոնալ մտածողություն, որ կամ բանավոր պայմանավորվածություններ։ Ինչպես կարող է լինել բանավոր պայման։ Մենք հասկանում ենք խնդրի մասշտաբը։ Բանավոր պայմանավորվածություն կարող է լինել ժամը 1-ին սուրճ խմենք, շատ լավ։ Նման պայմանավորվածություն կարող է լինել կամ հանդիպենք, բայց բովանդակային այս շերտերը պատկերացնում ենք որևէ բանավոր եւ պայմանավորվածություն պարզապես չի կարող գոյություն ունենալ եւ գոյություն չունի, բայց մեծագույն պատճառը դրա, որ չի կարող լինել լեգիտիմությունն է։ Այս խնդիրները հնարավոր չի, այս ծրագրերը հնարավոր չի իրականացնել առանց լեգիտիմության։ Եվ ընդհանրապես մեր ռազմավարությունները, մենք հիմա դրա մասին ավելի ու ավելի շատ ենք խոսում, մեր բոլոր ռազմավարությունները հիմնված են լեգիտիմության վրա, թե արտաքին եւ թե ներքին ռազմավարությունները հիմնված են լեգիտիմության վրա, որովհետեւ միայն լեգիտիմությունն է, որ կարող է բերել տևական խաղաղություն, կայունություն, ժողովրդավարություն, օրենքի եւ իրավունքի գերակայություն եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ հետեւաբար ցանկացած ոլորտում, ինչ որ մենք իրականացնում ենք, մեր ելակետը եւ մեկնակետը լեգիտիմությունն է, որովհետեւ լեգիտիմությունն է միակ հուսալի ճանապարհը, որը կարող է մեզ ոչ միայն հասցնել մեր հռչակած նպատակներին, այլև ապահովել այդ նպատակների երկարաժամկետ իրագործումը։ Շնորհակալ եմ։